Նիկոլ, աղոթում եմ քեզ համար, անկեղծորեն, աղոթում եմ ու խնդրում Բարձրյալից, որ երկար ու ձիգ տարիների առողջ ու սթափ մտքով կյանք պարգևի քեզ, որպեսզի տեսնես բոլոր քո բերած աղետներից վերապրած ու հառնած Հայաստան, իրական և պատմական, մնայուն ու հոգևոր, որպեսզի տեսնես քո բոլոր թշնամական ու կեղծ, հակահայ ու աստվածամարդ դավադիր ծրագրերի ձախողումն ու տապալումը, որպեսզի ականատեսը լինես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ Էջմիածնի և իր գահակալի շուրջ ազգային, ավանդական, հոգևոր, բարոյական, ճշմարիտ քրիստոնեական արժեքներով և արժեհամակարգով միաբանված հայ ժողովրդի վերհառնումն ու գուցե զղջումով, որին ես չեմ հավատա, խոստովանես և ապաշխարես որպես ազգասպան ու ազգակործան վայ գործիչ, որ ցավոք փոխհատուցման հյուրերի անգամ հնարավորություն քեզ չի տա, որովհետև զոհերն անդառնալի են։ Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, այն ամենին, ինչ տեղի ունենում այսօր Հայաստանում ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևոր սպասավորների, բայց խորքային առումով ընդդեմ հայ ժողովրդի և առհասարակ հայ ազգային ավանդական, հոգևոր ու բարոյական արժեքների, որն իրականացվում է հակահայ ու թրկահաճո, անկասկած ժամանակավոր, ամբարո ու կեղծ ժողովրդավարությամբ շղաշված կառավարության կողմից, կարիք ունի իրավական, իրավագիտական, բարոյական ու հոգևոր հստակ գնահատականի։ Իրավական գնահատականը թողնելով մասնագիտական հանրության արդար ու համակողմանի քննությանը, որպես հոգևոր սպասավոր աստվածապարգև առաքելահաստատ հայոց եկեղեցու, կսահմանափակվեմ լոկ ներկայիս թշնամական վարչախմբի գործունեությունը որակելով որպես անպատկառ, անբարո, հակաառօրինական, հակամարդկային ու հայատյաց չափազանց մեղմ ու համարյա ոչինչ չասող տերմիններով, գնահատել որպես խիստ դատապարտելի և աստվածամարդ։ Գալով Հայաստանում տիրող իրականությանը հոգևոր ու բարոյական գնահատական տալուն և չտրվելով անշուշտ կոպիտ որակումներ շռայլելու միանգամայն բնական գայթակղությանը և մեկիկ չանդրադառնալով Հայաստանի քաղաքական երկնակամարում ցոլարձակող թերուս կամ թերաս անդեմ աստղերին, խոստովանեմ, որ միանգամից հայացքիս առաջ հառնում է ավետարանական առակներից մեկի բացասական հերոս, անիրավ դատավորը, որի մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ ոչ Աստծուց էր վախենում, ոչ մարդկանցից ամաչում»։ Այս որակումը միանգամայն ամբողջական կերպով վերաբերել է իշխող ուժի ՔՊ-ի յուրաքանչյուր անդամին և առհասարակ Նիկոլի յուրաքանչյուր գաղափարակցին, ինչի արդյունքում Հայաստանում տիրող հոգեբարոյական իրականությունը կարելի է գնահատել ողբալի ու աներևակայելի։ Ի դեպ, չմոռանամ նշել, որ ավետարանական հերոս դատավորը ի վերջո ընկրկեց։ Հիշելով մեկ այլ ավետարանական դրվագ, որում Հիսուս իր խոսքը ուղղելով Հերովդեսին ասում է. «Գնացեք, ասեք այն աղվեսին», խոսքս ուղղելով քեզ, the other guy, խոստովանեմ. Նիկոլ, աղոթում եմ քեզ համար, անկեղծորեն, աղոթում եմ ու խնդրում Բարձրյալից, որ երկար ու ձիգ տարիների առողջ ու սթափ մտքով կյանք պարգևի քեզ, որպեսզի տեսնես բոլոր քո բերած աղետներից վերապրած ու հառնած Հայաստան, իրական և պատմական, մնայուն ու հոգևոր, որպեսզի տեսնես քո բոլոր թշնամական ու կեղծ, հակահայ ու աստվածամարդ դավադիր ծրագրերի ձախողումն ու տապալումը, որպեսզի ականատեսը լինես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ Էջմիածնի և իր գահակալի շուրջ ազգային, ավանդական, հոգևոր, բարոյական, ճշմարիտ քրիստոնեական արժեքներով և արժեհամակարգով միաբանված հայ ժողովրդի վերհառնումն ու գուցե զղջումով, որին ես չեմ հավատա,
խոստովանես եւ ապաշխարես որպես ազգասպան ու ազգակործան վայ գործիչ, որ ցավոք փոխհատուցման հյուրերի անգամ հնարավորություն քեզ չի տա, որովհետեւ զոհերն անդառնալի են։ Սիրելի հայեր, բարեպաշտ ժողովուրդ, որպես Աստծու Սուրբ եկեղեցու մեղավոր սպասավոր խոնարհաբար դիմում եմ ձեզ եւ խնդրում չնմանվել Ղուկասի ավետարանի 17-րդ գլխում նկարագրված 10 բորոտներից այն 9-ին, ովքեր երախտամոռ գտնվելով Տիրոջ կողմից պարսավանքի արժանացան, այլ լինել այն միակի նման, ով իր ակնկալիքն ստանալով չմոռացավ, վերադարձավ ու փառաբանելով Աստծուն շնորհակալություն հայտնեց Հիսուսին, արժանանալով Տիրոջ օրհնաբեր խոսքին։ Սիրելիներ, ճշմարիտ զավակներ մեր մայր եկեղեցու, մենք յուրաքանչյուրիդ զորակցության կարիքն ունենք այս հակաեկեղեցական, հետևաբար հակահայ արշավի ընթացքում։ Գիտեք, իմ կամ մեր հոգևորականներիս ունեցած մեղքերն ու զանցանքները եկեղեցում ցավոք սրտի տեղ գտած մարդկային ու համակարգային որոշ թերություններ, գուցե ոմանց տեսանկյունից նույնիսկ անարդարություն, անգամ ներքին խոսակցությունների որևէ գաղտնալսում ու ձայնագրություն անգամ իրական, դույզն ինչ չեն կարող արդարացնել ներկա թշնամական եւ անարգ ոտձգություններն ընդդեմ հայ եկեղեցու։ Իմ մեղքը բնավ չի արդարացնում որևէ մեկի մեղքը։ Անտարբեր կամ անպատկար կեցվածքը իմ մարդկային տկարություններով պայմանավորված էլ երբեք ու ոչ մի կերպ չի նսեմանում այն օրհնությունը, որ առաքելաշավիղ ձեռնադրությամբ եւ օծումով բաշխում եմ ձեզ։ Ես խստորեն դատապարտում եմ այս արշավը ընդդեմ եկեղեցու եւ համեստաբար ակնկալում ամենքիդ գործուն արձագանքը, զորակցությունն ու պաշտպանությունը։ Տեր արամներ, գործող կամ կարգալույծ, ձեզ անդրադառնալիս ակամա հիշում եմ ավետարանական հերոսներ, տաճարում աղոթող Փարիսեցուն ու Մաքսավորին, նկարագրված Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում։ Ձեզ էլ խոստովանեմ, որ ինձ տեսնում եմ Մաքսավորի կերպարում ապավինած Տիրոջ ողորմությանը ու ողորմածությանը, իսկ ձեզ Աստված թողների ինձ մեղավորիս։ Իդեպ Տեր արամ, Օհանավանում արևածագին ոչ մի աքաղաղ չի կանչում, ու մի հարց էլ տամ, այդ որ ավելի անմեղ ու արժանավոր հոգևոր սպասավորին եք տեսնում լուսավորչի գահին, այդ ով է ձեր սուրբը, որով պիտի զմայլվեք եւ որը որպես անթերի ու ձերպես անարատ պիտի հաճո լինի օրվա հայոյախոս, ամեն իրավունք ու օրինականություն ոտնահարած, նվիրապետական կարգն ու խորհուրդներն անարգող, դատավորի, բարեփոխչի ու փրկչի համարում ունեցող անհայրենիք վայր առաջնորդին։ Շատ կուզեի տեսնել այդ եղբորս ի Քրիստոս։ Եվ վերջում, իմ խորին համոզմամբ այս արշավը, որ քողարկված է իբրև արշավ կաթողիկոսի դեմ, նպատակ ունի անդառնալիորեն պառակտելու եւ կազմաքանդելու ոչ միայն հայ եկեղեցու,
այլև այդ եկեղեցուց սկիզբ առած եւ այդ եկեղեցու վրա խարսխված ամեն հայկականի պատմություն, պատմական հիշողություն, պահանջատիրություն, լեզու, գրականություն, լքված սրբավայրեր, գերեզմաններ, մշակույթ, ընտանեկան արժեքներ եւ առհասարակ քրիստոնեական, ավանդական կենսակերպի հիմքերը, դարձնելով Հայաստանն անդեմ, անազգ, անմշակույթ, անարմատ, մի բնակավայր առանց Արարատի, առանց Արցախի, գուցե նաև առանց Սփյուռքի եւ Սյունիքի, առանց հիշողության եւ մինչեւ ուր։ Ես հաշտ չեմ այս ամենի հետ ու համեստորեն պայքարում եմ իմ ձևով, իսկ դու